Այսինքն մշակույթը անհրաժեշտություն է եւ իր պատմությունը, թե ով է ինքը։ Այս առումով մշակութային անվտանգությունը անհրաժեշտ է, այլապես, ինչպես դուք ձևակերպեցիք ձեր խոսքի սկզբում, պատկերացրեք մի ծերունը, որ հիվանդանոցում է ու հիշողությունը անեստեզիա ինչ են կոչում, մոռացել ինքը չգիտե ով է, քանի տարեկան է, որտեղից է գալիս, ինչ է, ինչոց է եւ այլ, ուղղակի կենթանի նման ապրում է։ Սա է անհրաժեշտ պետք եւ լավ ուտելիքներ են տալիս հետիվանդություն։ Այսինքն անհրաժեշտ է այդ ինքնությունը եւ անհրաժեշտ է դա ամենամեծ քաղաքականությունն է։ Քաղաքականությունների քաղաքականություն։ Մարդը լսում է, հայագետ Արթուր Արմինը, լուրջ մարդ, խելացի մարդ, ասում մշակութային անվտանգություն անհրաժեշտ է այդ ինքնությունը։ Եղբայր, ես առաքիչ տղա եմ, շատ սիրում եմ իմ հայրենիքը, ստանում եմ 300,000 դրամ, առօրից 3 օր աշխատում եմ։ Ինչի՞ սա պետք իմանամ, ասենք, կարդամ Սասնա Ծռերը կամ էպոսը։ Ինչա տալու դա ինձ։ Չգիտեմ, ել եմ երջանիկ իմանամ էլ, ասենք, ինչ է տալու ինձ։ Ավելի լավ չի դրա փոխարեն, ասենք, մի երկու հատ կայֆ կինո նայեմ։ Այդ ձեր պատասխանը մեր ժամանակների համար Հրանտ Մաթևոսյանը լավ է տալիս։ Ասում եմ, մարդը այդ կովից տարբերվում է նրանում, որ հիշողություն ունի։ Նա էլ փոյակա պարոտավայրը լավ խնամում է եւ այլն ուտում։ Այսինքն Մարդ արարածը միայն 5 զգայարաններով, կենթանական 5 զգայարաններով չի ապրում, նաև ունի մտքի եւ հոգու զգայարանը, այսպես ասած, հոգեմտավոր զգայարանը։ Եվ դրանով է կենթանուց տարբերվում, հիշողությամբ է տարբերվում, իր տարբերություններով է տարբերվում։ Ապրել դա նշանակում է նախ արարել, իսկ արարել արվեստի մեջ նայեք այդ տարբերությունները ազգերի, նախանախը աստվածային տարբերակ է, որ ազգություններ է ստեղծում, DNT-ների մեջ այդ միանգամից ակնհայտ է երևում է, բայց միջև է DNT-ն ուշադրությամբ նայեք, նույն, ասենք, աստվածամայրը երեխեն գրկին, ուշադրությամբ նայեք, կողքի հոլանդական աստվածամայրը, ֆրանսիական, դրանք ֆունդամենտալ տարբերվում են, իտալականը տարբերվում են, նայենք մեզ, մեր աստվածամայրը, եւ կողքի վրացական։ Անմիջապես պետք չի DNT-ի անալիզ, ամեն ազգ ունի իր